Իշխանությունը հավերժ չի, անգամ թագավորական, պապենական հին ժամանակներում, վերջի իշխանությունը հավերժ չի։ Հասկանում են ու դրա համար էլ վախենում են։ Սա մեկ, երկրորդը, այն որ տեղի ունեցավ ազգային ժողովում եւ Նիկոլ Փաշինյանի այդ պորտքումը, որ նա վեր կացավ, ես գիտեք ինչ հիշեցի, ժամանակին նա որ ազգային ժողովի падգամավոր էր, հայտնի Շմայս, ժողովրդի մեջ հայտնի, որ վեճ եղավ, ինքը որ վեր կացավ, կանգնավ, արան դու ես ինչ-որ համբալ էսպիսի բաներ, այդ նույն կադրներ, կարող եք դնել, տեսեք նույն վերկանալը եւ արագ արձագանքել։ Ուղղակի այն ժամանակ ինքը սովորական падգամավոր էր, հիմա մի ամբողջ երկիր է ներկայացնում, էլի։ Իրեւ եթե նախկինում շատ ներողություն ընդհատում եմ ձեր խոսքը, նախկինում նման դրվագները ձեռքի վրա, մատների վրա կարելի էր հաշվել։ Հիմա խորհրդարանը մեր իջել են շրիշակի մակարդակի ցածր է տեսանկյունից։ Դրա համար էլ այսօր ով ուզում է վարչապետ ուզում դառնալ, դա նորմալ չի։ Տեսեք, այն ինչը որ տեղի ունեցավ ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանի այդ հոգեվարքը, դա բնորոշում է մի պարզ բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուս ֆիզիկական անվտանգությունը, իսկ դա նշանակում է տնտեսական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը, սահմանների տարածքային ամբողջականությունը վտանգված է։ Պետությունը 3 գործոնով է՝ հասարակություն, տարածք, տնտեսություն։ Եթե այս 3-ից մեկը խախլվում է, մենք կորցնում ենք պետականությունը։ Իսկ այն մամուլի ասուլիսները, այն ինչը որ տեղի ունենում ազգային ժողովում, այն ցինիզմ, քննարկումները գործադիր իշխանությունում, հեծանիվներից վերցրած, չգիտեմ, ինչ-որ վարորդական իրավունքներից դուրս եկած դե դնեմ, բե դնեմ, արա դու հիմար չես, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, վերջո, պարոն Փաշինյան, խնդրում եմ, դուրս եկեք այդ լրագրողի, ոչ համասարանական կրթություն ունեցողի, զինվորական ծառայությունից խուսափվածի, ասենք քաղաքական PR-ների եւ այլնից դուրս եկեք, դուք դրա կարիքը չունեք, դուք արդեն իշխանություն եք։ Դա եթե 18 թվից այն կողմ ասեի ձեզ, հասկանալի կլիներ, ուզում եք գաք իշխանության, բայց դուրս եկեք, դուք դրա կարիքը չունեք, դուք արդեն երկրի ղեկավար եք, վերջո պետք է հասկանաք, որ դուք երկիր եք ղեկավարում։